Անտիկ փիլիսոփա Ցիցերոնը դեռևս հազարամյակներ առաջ է սահմանել արդարության և մարդկային ազնվության մասին իր պատկերացումը։ Գոյություն ունի արդարության երկու նախասկիզբ՝ ոչ ոքի չվնասել և օգուտ բերել հասարակությանը։ Հայաստանում այս սկզբունքը ոչ միայն չի գործում, այլև իշխող վարչախմբի թողտվությամբ կատարվող անօրինությունների, իշխանությանը դեմ արտահայտվող քաղաքական և հոգևոր դասի ներկայացուցիչների կալանավորումների ու դատավարությունների և դրան զուգահեռ իրական հանցագործներին անպատժելի թողնելու հետևանքով հասարակության մեջ խորանում է համոզումը, որ Հայաստանի դատաիրավական համակարգը ծառայեցվում է միայն Փաշինյանի ամեն գնով իշխանությունը պահպանելուն։ Ում շահերը և իրավունքներն են պաշտպանում Հայաստանի իրավապահ համակարգն ու դատական իշխանությունը։ Այս թեմաների շուրջ ենք այսօր բացառիկ հարցազրույցի շրջանակում զրուցելու փաստաբան 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Հարությունյան, Փաշինյանական խումբը իշխանության եկավ նախորդ վարչակազմերի կողմից դատական իշխանության անկախության, օրենքի առաջ բոլորի հավասարության, պատժի անխուսափելիության և ազատ խոսքը սահմանափակելու անթույլատրելիության մասին կարգախոսներով։ Ասացեք, խնդրում եմ, ձեր կարծիքով այսօր վերոնշյալ ոլորտներում վիճակի բարելավում արձանագրվել է, թե ոչ, այնուամենայնիվ։ Ոչ միայն վիճակի բարելավում չի արձանագրվել այս ոլորտներում դատաիրավական համակարգում, այլ անարդարության զգացումը, խտրական վերաբերմունքը պայմանավորված խմբերի քաղաքական հայացքներով ավելի է խորացել։ Մենք տեսնում ենք, որ արդարադատությունը իր ամբողջ ռեպրեսիվ պերճանքով վերաբերվում է միայն գործող վարչախմբի ընդդիմախոսներին։ Իսկ այօրինակ գործող իշխանությունների համախոհների, նրանց հետ համակարծիք կամ թիմակից հանդիսացող անձանց վերաբերյալ նույն է դատաիրավական համակարգը կարծես թե ավելի այսպես մեղմ վերաբերմունք ունի, նույնիսկ այսպես ճճացող կամ ակնհայտ հանցագործությունների կամ զեղծարարությունների դեպքում։ Այս խտրական վերաբերմունքը գնալով ավելի ակնհայտ է դառնում եւ կոնտրաստը շատ ավելի ուրեմն պատկերավոր է դառնում ամեն հերթական դեպքից հետո։ Որոնց մենք ականատես ենք լինում, կարելի է ասել։ Որոնց այո, մենք ականատես ենք լինում ամեն օր եւ այդ կոնտրաստային գործերից է պայմանականորեն նույն Նիկոլ Փաշինյանի կողմից ազգային ժողովի կամ տարբեր այլ ամբիոններից ընդդիմախոսների նկատմամբ բռնության եւ ատելության խոսքի վերաբերյալ ուրեմն քրեական հետապնդում իրականացնող մարմինների զրոյական արձագանքը պայմանականորեն երբ Փաշինյանը խոսում է անդիմադիրներին շինելու կամ նրանց ասֆալտներին պարկացնելու, բորձուներին ուրեմն բանելու, բերանքսի վայր պարկացնելու եւ այլնի մասին եւ թափահարում է այդ պողպատե մուրճը, պողպատե մանդատ անվանումով։ Եվ մյուս կողմից տեսնում ենք, որ օրինակ հայ առաքելական սուրբ եկեղեցու Բարձրաստիճան հոգևորական arczepiskopos Աջապահյանը հարցազրույցի ժամանակ անդրադառնալով նախկինում տեղի ունեցած իրադարձություններին պատմում է հարցազրույցավարին, որ ինքը առաջարկել է, որպեսզի իրականացվի հեղաշրջում անցյալի վերաբերյալ։ Այս ուրեմն պատմական էքսկուրսը arczepiskoposi դարձել է ուրեմն իշխանությունը բռնի զավթելուն ուղղված հրապարակային կոչի հանցակազմի վերաբերյալ գործի քննություն, եւ որ ամենատարօրինակն ու ուրեմն այսպես պարսավելին է, որ դա միջին ծանրության հանցագործություն է, այդ նախատեսված հանցակազմը եւ եզակի դեպքեր կգտնեք, եզակի, նույնիսկ ոչ քաղաքական գործերի մեջ, երբ միջին ծանրության հանցագործության համար պատկառելի տարիք ունեցող անձին նախնական կալանքի են առնում, այսինքն մինչև դատավճիռը ուրեմն խափանման միջոց են կիրառում կալանք։ Այս պարագայում խոսում ենք Սրբազան հոր մասին, որի վարքագծի պատշաճության վերաբերյալ թերևս պիտի որևէ կասկած չլիներ դատարանների եւ դատախազության եւ քննչական կոմիտեի համար։ Սա ակնհայտ է, չէ՞, որ մի դեպքում խոսքը ուրեմն անբռնաբոս խոսքը, չգիտեմ, մարդկանց դոմփելու, ծեծելու, ջարդելու, փշրելու, ասֆալտներին պարկասնելու չի պատժվում ընդհանրապես, մյուս դեպքում անմեղ խոսքը դառնում է ուրեմն անձին ազատությունից զրկելու
Այստեղ կարող ենք ասել, որ խոսքի ազատությունը վերաբերում էր հենց պարագլխին իշխող խմբակի, այլ ոչ թե մնացյալ մարդկանց, այո, որովհետև հենց Փաշինյանն ինքը սիրում է կրկնել, որ իրենց իշխանության գալուց հետո խոսքի ազատությունը Հայաստանում հասել է անհասելի բարձունքների, բայց փաստացին չենք տեսնում, այո, երկու սրբազաններ այսօր կալանավորված են, օրերս էլ Միքայել Սրբազանը, դատանի վերդիկտով արդեն մեղավոր ճանաչվեց, այսպես մասնավոր խոսակցությունների բովանդակությունը կեղծելու քրեական գործով, այո։ Նույն հանցակազմով մեղադրվում է Սամվել Կարապետյանը բարերար, նույն հանցակազմով մեղադրվում է Ռուբեն Հակոբյանը քաղաքական հասարակական գործիչ, Գերագույն խորհրդի եւ ազգային ժողովի մի քանի գումարումների падգամավոր, այդ նույն հոդվածով մեղադրվել է Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը եւ այսպես ասեմ, էլի, սա նոր երևույթ չի էս իշխանության օրոք։ Մենք հիշում ենք, որ քրեականացվել էր, ուրեմն վիրավորանքի հոդված էին ներմուծել քրեականորես գիրք եւ միջազգային հանրության ճնշումների արդյունքում միայն ուրեմն այդ հանցակազմը ապա քրեականացվեց, ով ինչ քննադատական խոսք ասում էր Նիկոլ Փաշինյանի հասցեին, քրեական գործ էին հարուցում եւ անձի նկատմամբ սկսվում էր քրեական հետապնդում։ Սոցիալական ցանցերին որևէ բայց այդ ժամանակ մեր գործընկերներից օրինակ մեր 5 իրավապաշտպանների նախաձեռնությունից պարոն Արսենը Բաբայան փորձի համար ուրեմն ընդդիմախոսներին հայոյողների վերաբերյալ հաղորդումներ էր ներկայացրել քննչական կոմիտե, դրանցից որևէ մեկով քրեական գործ չէր հարուցվել։ Էլի խտրական վերաբերմունքի կոնտրաստային շատ ցայտուն եւ անդեպ պատկերավոր դեպք։ Պարոն Հարությունյան, բայց հետաքրքիր է, որ նույն իրականության մեջ ականատես են եղել դեպքերի, երբ ամիսներ շարունակ կալանքի տակ պահելուց հետո մեղադրվող անձինք արդարացվել են կամ քրեական գործերը կարճվել են, բայց որևէ քննիչ կամ դատախազ պատասխանատվության չի ենթարկվել այդ մարդկանց անհիմն առանց ապացույցների, կալանքի տակ պահելու համար։ Հետաքրքիր է, որն է այս տասնյակ հարյուրավոր մարդկանց նկատմամբ քրեական անհիմն մեղադրանքներ առաջադրելը։ 30-ամյա պատմություն ունեցող մեր հանրապետության կյանքում շատ հազվադեպ են եղել դեպքեր, երբ որևէ քննիչ կամ դատախազ կամ դատավոր պատասխանատվության ենթարկվի իր մասնագիտական գործունեության համար։ Ընդ որում դա վատ չի, այսինքն այնպես չի, որ այս կամ այն ուրեմն իրավական դիրքորոշում ունեցող դատավորին կամ քննիչին դատախազին պետք է հետո այդ դիրքորոշման համար պատասխանատվության ենթարկել։ Բայց երբ խոսքը գնում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու, ակնհայտ ապօրինի կերպով անձին ուրեմն ազատությունից զրկելու մասին, ես գտնում եմ, որ այո պիտի լինի որոշակի քրեաիրավական գնահատական, բայց նաև ակնհայտ է, որ այդ քրեաիրավական գնահատականը այս իշխանությունների օրոք չի կարող տեղի ունենալ, որովհետև դժվար է պատկերացնել ցուցում տվող իշխանություններին, որոնք հետո այդ ցուցում տալուց հետո, ցուցումը իրագործվելուց հետո պիտի այդ ցուցումը կատարող ուրեմն անձանց որևէ պատասխանատվության ենթարկել։ Եվ այս առումով ես հույս ունեմ, որ եկող իշխանությունները կունենան բավարար քաղաքական կամք վերջ դնելու այս ապօրինությունների շղթային։ Խոսքս ավելի հասկանալի դարձնելու համար պիտի գա իշխանություն, որը հրաժարվի օգտվել ցուցումներ կատարող դատավորների, քննիչների եւ դատախազների եւ նաեւ ոստիկանների ծառայությունից։ Հենց ամենասկզբից հրաժարվի այդ գործիքից։ Ու դա կլինի այդ շղթան կոտրելու, շղթան ուրեմն այդ process-ը կանգնեցնելու միակ հնարավոր եւ ուրեմն օպտիմալ գործիք։ Ուրիշ տարբերակ չկա դրան։ Ինչպես կարող ենք մեկնաբանել այս ամենը, եթե ավելի պարզ խոսքերով, փորձենք այդ վախի մթնոլորտը ստեղծված է բառից ելնելով, որևէ մարդու արարքից ելնելով, ինչից է ի վերջո վախենում Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, ցանկացած քննադատական խոսք այս իշխանությունները տանում են ծանր։ Ես ուզում եմ ձեզ նաև ասել այն մասին, որ ոչ միայն ուրեմն քրեադատավարական գործիքակազմով են պայքարում քննադատական խոսքի դեմ, այլ նաև քաղաքացիաիրավական գործիքակազմով։ Վերջերս հետլրատվականը, ուրեմն հետաքննող այդ լրագրողների հետ լրատվականը հրապարակել էր
հերթական ուրեմն իր բանը հետաքննությունը, որի արդյունքում պարզել էր հետաքննությունը չէ, վերլուծությունը, որ աննախադեպ քանակի քաղաքացիական հայցեր են ուրեմն տրվել դատարան լրատվականների դեմ։ Ես չեմ հիշում որևէ նախորդ իշխանության օրոք, որ լրատվականներին այսքան դատի տան։ Միշտ լրատվականները, ընդդիմադիր լրատվականները բոլոր իշխանությունների օրոք քննադատել են, տեղեկատվություն են հրապարակել իշխանությունների այս կամ այն ներկայացուցիչ գործունեության վերաբերյալ, բայց այս քանակի հայցեր ես չեմ տեսել։ Այդ հայցադիմումները ինքնին վտանգավոր չեն, վտանգավոր է այդ հայցադիմումների տակ թաքնված հայցի առարկան, որով մեծ դրամական միջոցներ են պահանջում լրատվականներից։ Ակնհայտ է, որ լրատվական միջոցներն էլ, ԶԼՄ-ներն էլ այնպես չի, որ հարուստ են եւ կարող են այդ բեռի տակից դուրս գալ եւ ֆինանսապես փորձում են ճնշել հենց լրատվականների ազատ խոսքը։ Սա էլ մի դրսևորում, այսինքն այստեղից կարելի է ենթադրել, որ ցավագին են տանում ցանկացած քննադատական խոսք, իսկ եթե այդ քննադատական խոսքը օբյեկտիվ է եւ թիրախային եւ ավելի լայն լսարան է ուրեմն ընդգրկում, անպայման միջոց են գտնում այդ անձին լրացնելու, օրինակ Արմեն Աշոտյանի դեպքը, երբ Արմեն Աշոտյանը անընդհատ իր լայվերով ուրեմն մերկացնում էր իշխանությունների բանակցային գործընթացում թույլ տված սխալներն ու ուրեմն Հայաստանի համար ոչ ձեռնտու կեցվածքը, մեկ էլ ինչ-որ տեղից ծնվեց մի գործ, որը արդեն պարզավոր սարկված գործ է եւ Արմեն Աշոտյանին ուրեմն կալանավորեցին զրկելով հանրությանը Արմեն Աշոտյանի ուրեմն կողմից տեղեկատվություն ստանալու, նրա վերլուծությունները ունկնդրելու հնարավորությունից։ Այդպես են լրացնում ընդդիմախոսներին։ Եվ հետաքրքիր է, որ նույն զուգահեռ իրականության մեջ նույն Փաշինյանը շատ հաճախ սիրում է ասել, որ ժողովրդի քվեով է ինքը անցել, ինքը ժողովրդի ընտրյալ վարչապետն է, այդ դեպքում այդ նույն ժողովրդի խոսքը ինչպես կարող է վախեցնել։ Այս է, հա, պարադոքսը, որ չի համընկնում իրար։ Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության եւ շատ մեծ վարկանիշ ուներ, կարելի ասել բավականին լուրջ ժողովրդական աջակցություն ուներ, ինքը կարիքը չուներ ռեպրեսիվ գործիքներով ուրեմն քննադատական խոսքը լրացնելու, որտեղ այդ քննադատական խոսքը քիչ էր եւ քիչ լսելի։ Երբ մաշվեց այդ վարկանիշը, միակ տարբերակը իր վարկանիշը, ընկնող վարկանիշը պահելու հնարավորինս չեզոքացնելն է ուրեմն ազատ, օբյեկտիվ, թիրախային եւ հանրության համար ընկալելի քննադատական խոսքը եւ դրա շրջանակներում որևէ բանի առաջ իրանք չեն ուրեմն կանգնում, որևէ խոչընդոտի առաջ չեն կանգնում եւ պատրաստ են ապօրինաբար եւ մարդկանց ազատությունից զրկել եւ ֆինանսապես պատժել եւ հետապնդումներ անել եւ այլն եւ այլն։ Այս է իրականությունը։ Պարոն Հարությունյան, այսպես ասած, նախկինների օրոք իշխանության իրավապահ համակարգի դատարանի գործողությունները մշտապես միջազգային կազմակերպությունների եւ կառույցների մշտական, այսպես սուր քննադատություններին էին արժանանում, հա։ Այսօր Հայաստանի պատկերը ինչպես է, որ ոչ մի այդ միջազգային կառույցների կողմից արձագանքի չի հանդիպում։ Ես համաձայն չեմ, նախ ասեմ, որ ձեզ հետ համաձայն չեմ, արձագանք կա, արդյոք այդ արձագանքը բավարար չափի է, բավարար չափի չի բնականաբար, բայց որոշակի արձագանք կա։ Եվ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի զեկույցներում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի տարեկան զեկույցներում, եւ տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, օրինակ Human Rights Watch կամ Amnesty International կազմակերպությունների տարբեր արտահերթ եւ հերթական զեկույցներում պարբերաբար անդրադարձ է կատարվում Հայաստանում ազատ խոսքի եւ ուրեմն քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների իրավիճակի վերաբերյալ եւ կոնկրետ գործերի մատնանշմամբ ցույց է դրվում, որ Հայաստանում այնպես չի, որ ազատ խոսքի վիճակը, ազատ խոսքի իրավունքը այսպես հարգվում է, այնպես ինչպես դա ներկայացնում են իշխանությունները։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել օրինակ Սամվել Վարդանյանի դեպքը, երբ պատգամավորին ԿՊ-ական հանրային ուրեմն ավտոբուսում հանդիպելուց քննադատական խոսք էր ասել, Սամվելի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց, նրան այդ օր ուզում էին տանեին կալանքի եւ նրան առևանգեցին ոստիկանների ուղեկցության ժամանակ դիմակավոր անձին առևանգեցին եւ բռնություն գործադրեցին նրա նկատմամբ, որը հիմնավորվել է օբյեկտիվ ապացույցներով, բայց մինչեւ հիմա
որևէ մեղադրյալ չկա ոստիկաններից բանին։ Օրինակ այդ դեպքի վերաբերյալ Amnesty International-ը եւ եթե չեմ սխալվում Human Rights Watch-ն էլ ուրեմն բավականին այսպես սոլիդ անդրադարձ էին կատարել այդ դեպքին դատապարտելով իշխանություններին։ Ունեցել ենք դեպքեր, որ ԵԽԽՎ տարբեր քաղաքական բանաձևերում անդրադարձ է կատարվել հավաքների ազատության նկատմամբ ուրեմն իշխանությունների ուրեմն թույլտված խախտումներին եւ երբ խաղաղ մասնակիցների նկատմամբ բռնություն է գործադրվել, ուրեմն նռնակներ են նետել, վիրավորներ են եղել, արգելվել են ուրեմն օրինական հավաքները, չգիտեմ, հավաքի մասնակիցներին բերման են ենթարկել եւ բռնություն են գործադրել։ Մենք հիշում ենք, որ անցած տարի թերևս անցած տարի էր, այո, հա, տեսախցիկների արչեւ դաշնակցական падգամավոր Աշոտ Սիմոնյանին ոստիկանները, որոնց դեմքները երևում էր, մի քանի տասնյակ ոստիկաններով ծեծի ենթարկեցին։ Այդ ոստիկանների դեմքները երևում է, ծեծի փաստը ամբողջը արձանագրված է տեսախցիկներով։ Դա օբյեկտիվ ապացույց է։ Մինչև այս պահը որևէ մեղադրյալ չկա, ուրեմն այդ գործով, որը կանչվել է պատասխանատվության։ Որևէ մեղադրյալ։ Հիշենք նաև Վանաձորի դեպքը հայտնի, երբ 3-4 տարի է արդեն անցել եւ ոստիկանները այդ ծեծի ենթարկացա քաղաքացուն ոստիկանները որոշել են բողոքարկել վճիռը։ Այո, հիմա տեսեք, այս բոլոր դեպքերը վաղ թե ուշ արձանագրվելու են միջազգային ուրեմն կազմակերպությունների տարբեր տեսակի զեկույցներում ու այս եվրոպական միություն մտնելու այս բանակցությունների շրջանակներում եւ ես վստահ եմ, որ Եվրամիության համապատասխան մարմինները այս հարցերը դնելու են հայկական իշխանությունների։ Ես չգիտեմ ինչ չափով խոչընդոտ կլինի, բայց որ այս հարցերը դրվելու են հայաստանյան իշխանությունների ուրեմն դիմաց, ես դա միանշանակ համարում եմ, որ այդպես է։ Իսկ ինչպես են առ այսօր գործող իշխանությունները կարողանում մեր շրջանցել այդ գնահատականները, անտեսել եւ շրջանցել։ Տեսեք, ոնց ասեմ, մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ իշխանություններին համար կարևոր է միջազգային կազմակերպությունների անդրադարձը։ Մենք այն կանխավարկածից ենք ելնում, որ իշխանությունների համար կարևոր է, որ վաղը մյուս օրը մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս անձանց իրավունքների խախտում չարձանագրի եւ Հայաստանին չպարտավորեցնի վճարել ուրեմն խոշոր չափի ուրեմն կոմպենսացիաներ։ Բայց այդ կանխավարկածը սխալ է։ Այս իշխանություններին հետաքրքիր չի, որ վաղը մարդու իրավունքների եվրոպական դատարան այս անձանց խախտված իրավունքները վերականգնելու խախտումները իրավունքի խախտում արձանագրելու զատ մեծ խոշոր չափի ուրեմն կոմպենսացիաներ է պարտադրելու Հայաստանին։ Որովհետև ի վերջո դա իրանք իրենց գրպանից չեն տալիս։ Էլի մեր հաշվին է, մեր հարկատուներից հաշվին մենք պիտի վաղը կոմպենսացնենք այս քաղաքալացյալների իրավունքների խախտման համար։ Այն անձանց համար, ովքեր նույնիսկ ոչ քաղաքական թեմաներով են իրենց իրավունքները խախտվել, որտեղ այնպես չի էլի, որ քաղաքական գործերով դատաիրավական համակարգը ոչ պատշաճ է գործում, ոչ քաղաքական գործերով պատշաճ է գործում։ Այդպիսի տարբերակում հնարավոր չի անել։ Այսինքն բոլոր առումներով դատաիրավական համակարգը ուրեմն մտել է մարդու իրավունքների ուրեմն շատ զանգվածային խախտումների մի ժամանակափուլ, որը ավարտվելու է մի քանի տարի հետո միեդի կոնկրետ վճիռներով Հայաստանի դեմ։ Ու մենք ստիպված մեր դեպքանից կոմպենսացնելու ենք այս անգրագետ եւ ապաշնոր ուրեմն կառավարման համար։ Բայց դրանով իհարկե երկրի վարկանիշը չի բարձրանա կամ վերականգնվի։ Վարկանիշը չի բարձրանա, բայց ով ինձ կպատասխանի այս իշխանություններին ինչ դրանից, եթե մենք վաղը մեր գրպանից պիտի կոմպենսացնենք։ Այսինքն այսպես ասեմ, էլի որոշակի արժեքներ ունեցող իշխանությունները միայն կարող են կաշկանդվել միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ուրեմն մարդու իրավունքների եվրոպական դատարանի հավանական ուրեմն ապագա որոշումներից։ Բայց եթե այդ արժեքային համակարգը չկա, ինչի պիտի կաշկանդվեն։ Խոսեցինք, որ օրեցօր մեր երկրում ամենաթող վիճակ է, ավազակություններ, դանակահարություններ, սպանություններ են իրականացվում եւ չմոռանանք օրերս Փարաքարի համայնքապետը ընդդիմադիր համայնքապետը սպանվեց։
Հետաքրքիր է այն պարագայում, երբ Հայաստանում ոստիկանական ուժերն են ավելանում, ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերն ու պարգևավճարներն են ավելանում, հա, այդ դեպքում ուր են այդ աշխատակիցները, ում են ծառայում առհասարակ իրավապահ համակարգի աշխատակիցները։ Իրավապահ ամբողջ համակարգը իսպաս է դրվել իշխանություններին ծառայելու, իշխանություններին Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին գաղտնալսելու, նրանց հետապնդելու, հետևելու, նրանց նկատմամբ գործ կարելու, այդ գործը ջանասիրաբար դատարան տանելու, ջանք գործադրելու, որ անպայման այդ քաղաքական հակառակորդների նկատմամբ խափանման միջոցը կիրառվի կալանքը, որպեսզի իրանք զրկվեն ազատությունից, անկախ տարիքից, սեռից, զբաղեցրած դիրքից եւ այլն։ Կլինի arczepiskopos, թե քաղցկեղով հիվանդ երիտասարդ, թե կին, էական չի։ Բայց այո, իրական հանցավորությունը, այսպես ձեռքները ազատ վիճակում անում են այն, ինչ ուզում են, ամբողջ Հայաստանում մենք ամեն օր զարթնում ենք մի նորությամբ, որտեղ կամ մարդ են սպանել, կամ դանակահարել են, կամ չգիտեմ, խոշոր չափի թմրամիջոց են գտել եւ այլն եւ այլն, այսինքն մենք այդ իրականությունում ապրում ենք, որովհետեւ իրավապահ համակարգը չի ծառայեցվում իր բուն նպատակին։ Ես պրիմիտիվ բան կարող եմ ասել, օրինակ կառավարական շենքն ու ամառանոցները հարյուրավոր ոստիկաններ են հսկում, բայց տնային կալանքի տակ գտնվող օրինակ առողջական խնդիրներ ունեցող անձին, երբ պետքա ուղեկցել հիվանդանոց հետազոտության, ներքին գործերի նախարարությունը պատասխանում է, որ իրանք ռեսուրս չունեն, որպեսզի մարդ տան, որ այդ մարդը տնային կալանավորին ուղեկցի հիվանդանոց, որպեսզի մարդի իր առողջական խնդիրները լուծի։ Ամենապրիմիտիվ օրինակն է։ Էլուր մնաց իրավապահ համակարգը օպերատիվ աշխատանք անի եւ կանխի հանցագործությունները։ Օրինակ, այս դեպքը կապում են 7 ամիս առաջ տեղի ունեցած այլ սպանության հետ, պնդելով, որ սա վենդետայի դրսևորում է, դրա մասին բոլորը իմացել են, բայց ինչ են արել։ Գաղտնալսել են, հետևել են, արտաքին դիտում արել են, որ հասկանան։ Փոխարենը գաղտնալսել են arczepiskopos Բագրատ Սրբազանին եւ Միքայել Աջապահյանին իրենց բանտախցում։ Երկու arczepiskoposների աղոթքներն են գաղտնալսել իրավապահները։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն սիրելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ բացառիկ հարցազրույցի շրջանակում այսօր զրուցում էինք փաստաբան 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։